հարգելի ներկաներ, կազմակերպիչներ, շնորհակալություն հրավերի համար։ Կարևորում եմ նշված խնդրի հրատապությունը, այսօր իրոք քննարկելու ենք շատ մտահոգ և ցավոտ թեմա, որն արտագաղթն է։ Այո, արտագաղթը լրջագույն խնդիր է հենց մեր Հայաստանի համար։ Իհարկե ողջունում եմ քննարկման հրավերը, սակայն թե որքանով մեզ կհաջողվի մեր քննարկման միջոցով հենց կանխարգելել այս երևույթը, չգիտեմ, սակայն գործազրկություն, աղքատություն, արտագաղթ, սրանք լրջագույն մարտահրավերներ են, որոնք կանգնած են հենց մեր երկրի առջև։ Նույն Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում լրջագույն կարևորագույն թիրախը, հենց լրջագույն խնդիրը արտագաղթն է, սակայն չգիտեմ որքանով կարելի է հիշատակել Տիգրան Սարգսյանին, նախկին վարչապետին, որի սրտում մտավախություն կար, որ իհարկե հանրություն կունենա և հեղափոխություն կիրականացնի։ Սակայն ըստիս Հայաստանում պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որը պետք է կարողանան մարդիկ իրենց ապագան կապեն հենց Հայաստանի հետ։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է ապրի արժանավայել, պետք է անհրաժեշտ է կրճատել գործազրկությունը, իրականացնել զբաղվածության արդյունավետ քաղաքականություն, արդարացի ու արդյունավետ ընտրական համակարգի ձևավորում, կրթական համակարգի համապատասխանեցումը ժամանակակից պահանջներին, նաև կարևորում եմ, որ հատուկ ուշադրություն դարձնեն հենց աղետի ենթարկված գոտիների վերականգնմանը և սահմանամերձ գյուղերի զարգացմանը, նաև ըստ պաշտոնական տվյալների, եթե տեղեկացված եք, ասեմ, որ Գյումրիում յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին համարվում է պաշտոնապես աղքատ։ Վերջերս էլ նույն 13 միլիոն դրամ հատկացվել, կառավարություններ հատկացրել, ուսումնասիրելու արտագաղթի պատճառներ, սակայն դրանք մեզ ակնառու են։ Նույն գործազրկությունը, աղքատությունը, իրավական և սոցիալական անարդարությունը, կրթությունը, ինչպես նշեցի, կրթական մատչելի և որակյալ համակարգի բացակայություն, պատշաճ կենսաթոշակի իրավունքի ապահովում, մատչելի և որակյալ առողջապահություն, օրենքների անվերապահ կիրառում և իհարկե օրենքի առջև բոլորի հավասարություն, անկախ և անաչառ դատական իշխանության կայացում, աշխատանքի բերումով շատ եմ առաջվում նման դեպքերի, որտեղ դատավորները հենց շատ հաճախ անարդար վճիռներ են իրականացնում։ Նշեցի պատճառները, սակայն ակնհայտ են ու շարունակվում են նման դրդապատճառները արտագաղթի, դա նույն ներկայիս արտածվող խնդիրներն են, պարտադիր կուտակայինը, կարմիր գծեր, ինչպես նշվեց, գազային համաձայնագրերը, նաև ինչու՞ չէ տրանսպորտի խնդիրը, որ հասարակությունը մեծ ալիք բարձրացրեց։ Իհարկե սրանք են կարևորագույն խնդիրները, արտագաղթի պատճառները, սակայն ինչպես ասես դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանը արտագաղթի պատճառները հիմնականում հենց գաղթ մթնոլորտ է ըստ նրա, թեև ըստ ինձ գլխավոր պատճառը վստահության բացակայությունն է հենց հանցավոր իշխանության նկատմամբ, երբեմն թվում է թե միտումնավոր այնպես են անում, որ կորսեն հասարակության սեփական քաղաքացիների վստահությունը։ Մյուս կողմից էլ տարակուսանք կա, որ նույն հանրությունը մտածում է, որ երկիրը փոխելու այլ ընտրանք չկա, դրա համար քաղաքացիները փակուղուց դուրս այլ տարբերակ են գտնում, ոչ թե պայքարեն իրենց իրավունքների դեմ, այլ հենց բռնում են գաղթի ճանապարհը։ Նաև նշվեց ձեր ելույթներում, որ այո, ցավալի փաստ է, որ երկրից լքում են հենց երիտասարդները, ովքեր տիրապետում են լեզուների և հմտություններին։ Նաև պետք է նշեմ, որ վերջերս ՄԱԿ-ում կատարվել էին ուսումնասիրություններ, որտեղ հենց կանխատեսումներ են նրանց, որ մենք իրոք ծերացող ժողովուրդ ենք։ Չեմ ուզում վատատեսական ելույթով ավարտեմ, սակայն հուսով
հուսով եմ, որ մենք դեռ կանք եւ պայքարողներս փորձելու ենք, պայքարելու ենք եւ կանխարգելու ենք արտագաղթը որոշներով եւ հուսով եմ, որ Հայաստանը իրոք դարձնելու ենք վերադարձի երկիր։ Շնորհակալություն։